Բարի երեկո բոլորին, ես 3 ամիս դադարից հետո եւս մեկ անգամ ուզում եմ ասել բարի երեկո վիտամին ակումբ։ Բարի երեկո բոլորին, շատ ուրախ եմ կրկին, որ բոլորդ այստեղ եք, շատ ուրախ եմ տեսնել այսպիսի ժպտերես մարդիկ, լավ տրամադրությամբ մարդիկ եւ մենք ունենք շատ հաճելի հյուրեր, որ ուզում եմ ձեզ ներկայացնել։ Եվ այսպես առաջինը ես ներկայացնեմ շատ հետաքրքիր հյուրերի, ներկայացնելու կարիք չկա, անուն եւ ազգանուն, Ալա Լևոնյան։ Բարի երեկո։ Ալա ջան, ինչպես ես սիրելիս։ Շատ լավ։ Քեզ շատ ենք սիրում, Ալա ջան։ Ես էլ ձեզ։ Ալա ջան, գիտես ինչ, ես շատ անգամ լինում եմ, որ գալիս են մեզ մոտ հայտնի մարդիկ եւ նրանց հետ զրուցում եմ, բայց միշտ չի որ արդեն իմանում եմ ինչի մասին զրուցել, որովհետեւ այնքան շատ ենք ձեզ տեսնում եւ ձեր առած այնքան երևացող է, որ դժվար է ինչ որ հարց տալ, որի մասին մարդիկ տեղյակ չեն։ Դրա համար խնդրում եմ, կարող ես այսօր տեղերով փոխվենք, դու ինձ հարցեր տու, նույնիսկ մեր տղաներից։ Հա ինչ կլինի։ Ինչ հարց տամ, Արսեն։ Լավ, պապիկի տանունն էլ է Գարիկ եղել։ Ոչ, Կարապետ է եղել Գարիկ։ Օրինակ ինչի անունդ Գարիկ։ Ճիշտ է, գիտես, բայց Այս մեկ։ Այս հարցը ինձ թվում է, հա, ես կտամ ծնողներիս։ Ով է եղել քո կուրքը, բայց երաժշտության մեջ չի, այս սրա մեջ։ Դրա մեջ կուրք չի, կուրքա է մի հատ, հագնում եմ։ Մյուսն էլ լավ, հետո կհարցնեմ, մի քիչ խիստ անձնական է, էլի։ Բայց այդ քեզ է հետաքրքրում։ Այո, պատկերացրու, այո, ես քեզ կարդացել եմ։ Լավ, ասում եմ, ամիսը 2 անգամ։ Էդ չէ։ Չէ, ու բայ։ Ալա ջան, լավ։ Սանրվածքդ ուզում հասկանամ անունը, երևի Բուրգ։ Երևի։ Լրջացնում Օրինակ, չէ, չեմ լրջացնում, բայց որ ասում ես երևի Բուրգ ու ոչ մեկս չենք մտածել Բուրգ, գիտես ինչ եմ ասում երևի, որտեվ հիմա սրանից հետո բոլորը այդ կոչելու են Բուրգ։ Ու բոլորը քեզ նման են լինելու, չէ։ Սա ոնց որ հարց ծուղակ էր։ Հասկանում ես, դու տվեցիր հարց, ես պատասխանեցի ու ընկա կրակը։ Բայց ես ունեմ մեկ առավելություն, ես կարող եմ մոնտաժել։ Ճիշտ ես։ Բրավո։ Շնորհակալություն։ Սանրվածքից անունը Բուրգ է, պապուս անունը Կարապետ։ Չհասկացան քո անունը ինչի է Գարիկ վերջի վերջո։ Չէ, ես չգիտեմ ճիշտն ասած։ Հարցրու մի անգամ Ես կհարցնեմ, որովհետև հիմա իմ մոտ էլ հարցակեց, այսօր երեկոյան հայրս է հյուր լինելու, ես նրան կհարցնեմ։ Եղավ, այսքան բան։ Շնորհակալություն, Ալա Լևոնյան ջան, ես հարց կարող եմ տալ։ Հիմա քեզ տեսնում ենք դուետ նախագծում։ Այո։ Դուետ նախագծում։ Դու որպես հիմա մարդով գնահատում ես երիտասարդ սերունդին։ Մի երկու բառով լավատեսական մեր երիտասարդ երգիչ-երգչուհիների մասին։ Մի երկու խոսք ասես։ Անկեղծ ասած, ես էլ եմ երիտասարդ, մանավանդ 3-րդ բալիկից հետո ինձ լրիվ երիտասարդ եմ զգում, ճիշտը որ ասեմ։ Տենց էլ կա։ Չէ, իսկապես։ Տենց էլ կա, ինչքան շատ երեխայից մնում, այնքան երիտասարդ։ Այո, եւ այդ բերկրանքը ինձ ավելի երիտասարդացնում է ու ես նայում եմ իրենց ինչպես հավասարի, միայն որպես ընկեր եւ խորհրդական եմ այնտեղ գտնվում։ Այդ ժյուրի հասկացողությունը մի քիչ ինձ համար ուրիշ տեղ է տանում, ես այդպեսին չեմ։ Իսկ ընդհանրապես շատ լավն են, շատ տաղանդավոր, ես իրենց շատ սիրում եմ։ Քեզ էլ եմ շատ սիրում, ասեմ իմանաս։ Լավն են մեր երեխեքը, շատ լավն են, ես շատ ուրախանում եմ բոլորի հաջողության համար, կարծում եմ դուք էլ իմ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալություն, որ ամեն դեպքում փորձ եք փոխանցում մեր երիտասարդներին եւ լավատեսություն եք ներշնչում նաեւ նրան։ Շնորհակալություն, Ալա ջան, շնորհակալություն։ Հաջորդ մեր հյուրին եմ ուզում ներկայացնել Արսեն Սաֆարյան։ Բարի երեկո, Արսեն։ Բարի երեկո։ Արսեն Սաֆարյանը մեզ մոտ է գտնվում, որտեղ ունի նորություն, եւ նորությունը կապված է նոյեմբերի եւ նրա հետ։ Հա, նոյեմբերի 23-ին մենահամերգ կամ համերգ, ինչպես որ հարմար է, հեղինակային երգերով, այդպես կենթանի հնչողությամբ, կենթանի պարողիներով։ Պարը ֆանագրամային։ Դե նա որ կենթանի ասեցի, սա էլ ասեցի։ Սա էլ ասեցիք, հա։ Այդպես է։ Ահա։ Իսկ դու գնալու ես։ Ահա, ես էլ կլինեմ։ Շատ լավ։ Կլինեմ։ Ինչ է սպասում են անակնկալներ, այդ միշտ գիտեմ, անակնկալներ միշտ սպասվում են, նոր ծրագիր է սպասվում, Արսեն Սաֆարյանը երկար աշխատում էր այդ ծրագրի վրա, ինչպես կբնութագրես այն ինչ որ սպասվում է։ Չէ, ես չեմ սիրում ավելին խոսել միշտ, հա, անակնկալներ շատ, այդպես վեգասյան շոու, չգիտեմ, այդպիսի բաներ չի լինելու եմ ես իմ երգերով, լինելու է պրոֆեսիոնալ նվագախումբ, նաև պարողներ, հաճելի հյուրեր, անպայման,
Եվ այսքանը, կարծում եմ եւ պետք է գեղեցիկ երեկո անցկացնենք։ Ես համոզված եմ, որ գեղեցիկ երեկո կանցկացնեն այն մարդիկ, ովքեր կգան քո համերգին, հրավիրում է Արսեն Սաֆարյանը բոլորիս, գնում ենք Արսեն Սաֆարյանի համերգին նոյեմբերի 23-ին։ Այո։ Ճիշտ է։ Երկար սպասված համերգ ծափարում ենք, որ Շնորհակալ։ Որ երկար աշխատել ես որպեսզի կարողանաս ունենալ մենահամերգ, Արսեն ջան, ես էլ քեզ կուզեմ խնդրել, որ այս դեպքում էլի ես քեզ հարցեր չտամ, դու ինձ հարցեր տաս եւ կրկնում եմ, կարող ես հարց տալ վիտամին ակումբի ցանկացած մասնակցի մասին։ Ձեզ հարց տալը կարծում եմ դժվար է։ Բա իմ համար գիտեք հեշտ է։ Հա։ Դժվար է։ Չգիտեմ, այս պահին ինչ հարց տամ։ Գարիկ, երբ հասկացար, որ դու ունես հումորի զգացում։ Դա ես պետք է լուրջ պատասխանեմ, չեմ ուզում պատասխանել, չգիտեմ, Արսեն։ Չէ։ Ով է Գարիկը բեմից դուրս Գարիկը։ Գարիկ, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսին ես եղել դպրոցում։ Ես դպրոցում ճիշտ ասած հենց կոնկրետ մի ձև չեմ եղել 10 տարի, որ այդ հարցը մի ձև չես եղել։ Չէ, սովորական նորմալ, հիմնականում, եթե կասկածում ես, նորմալ երեխա եմ եղել։ Դրա վրա կենտրոնացնեմ ուշադրությունդ։ Այո։ Նորմալ սովորող բաց չեմ սովորել։ Բայց այս ավելի շատ մենք կիսվում ենք հիմա իրար հետ։ Եվ մի հատ էլ հարց, կիսվում ենք, որովհետև ինձ դժվար է քեզ հարց տալ, անկեղծ եմ ասում։ Ինձ իրոք հետաքրքրում է, տես այն փաստը, որ քեզ իրոք հետաքրքրել է այս փաստերը։ Այո։ Ես քեզնով հետաքրքրված եմ, Գարիկ։ Գիտես, դրա համար եմ կարմրում, Արսեն ես։ Պատկերացնում ես։ Լավ, եւ երրորդը, որ հիմա մտքիս եկավ, բոլորս գիտենք, որ դու ժյուրի ես, եւ եղել։ Չէ, հիմա էլ ժյուրի բառը մի ասա։ Հիմա էլ չէ։ Ոչ, բայց չէ, հիմա եթե հարցը դրա հետ է կապված, կարող եմ ասել այո։ Բան չի գնում ինձնից։ Քո կարծիքն եմ ուզում լսել հենց մեր երիտասարդ երգիչ-երգչուհիների մասին։ Արսեն ջան, ես բոլորի մասին չեմ կարող բան ասել, բայց ես համոզված եմ, որ տաղանդավոր մարդկանց եթե գնահատենք ըստ արժանավույնս, նրանք կդառնան էլ ավելի տաղանդավոր, էլ ավելի կուրախացնեն եւ ավելի գնահատված իրանց կզգան։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան։ Մեր հյուրը, որովհետեւ ձեզ շատ գնահատում է ժողովուրդը եւ դուք էլ ապացուցում եք ինչքան տաղանդավոր մարդիկ եք դուք։ Անցնենք առաջ հաջորդ մեր հյուրերն եմ ուզում ներկայացնել։ Արմեն Սապոնջյան, Հայաստանում Հարուստների մարտարվեստի ակումբի նախագահ, Հայաստանում Կամեկ Ֆեդերացիայի պրոմոտեր, ձեր ծափարությունները։ Ավետիք Պետրոսյան, Նյու Յորք նահանգի Կամեկի բարձրարձակ չեմպիոն ՎԿԱ վարկածով եւ աշխարհի գավաթի բարձրարձակ չեմպիոն ՎՊԿ վարկածով։ Ծափարեք, խնդրում եմ բարձր, Ավետիք Պետրոսյան, Արմեն Սապոնջյանին։ Կաներ Բացի ձեր անուն ազգանունից, մնացածը կբացատրեք մեզ ինչ էր նշանակում։ Կամեկ, ՎՊԿ, Կամեկ, ՎԿ, հայտի։ Նախ առաջինը ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր նոր եթերաշրջանը։ Շնորհակալություն։ Բացի մեր ազգանունից ես ներկայացնեմ, որ Կամեկը դա կազմակերպություն է, որն ունի իր կանոնները եւ կանոնները մշակված են այն հիմքի վրա, որ բոլոր հարվածային մարտարվեստի մարզիկները կարողանան փայլուն հանդես գան եւ ոչ մեկ դժգոհություններ չառաջարկի, որ ես այդ մարզաձևին չեմ տիրապետում եւ պարտվեցի։ Ինքը կազմակերպություն է եւ համաշխարհային կազմակերպություն է, որն անցկացնում է շատ խոշոր գումարներով, շատ մեծ ռինգերում մրցաշարեր։ Իսկ WKA-ն դա նույնպես աշխարհի քիքբոքսինգի օրգանիզացիա։ Այսինքն դուք քիքբոքսինգով եք զբաղվում։ Քիքբոքսինգով, իսկ մեկը դա պրոֆեսիոնալ տարբերակն է։ Քիքբոքսինգի պրոֆեսիոնալ տարբերակը Կամեկն է։ Այո, այսինքն դուք քիքբոքսինգի չեմպիոն եք աշխարհի։ Ես չէ, Ավետիք Պետրոսյանը։ Ավետիք Պետրոսյանն էլ բարձր ծափարենք, ձեզ էլ ինչու՞ չէ։ Այս գոտին մենք չեմպիոնի գոտի ենք հիմա տեսնում։ Այո։ 4 ամիս առաջ Ավետիք Պետրոսյանը Օդեսա քաղաքում հերթական վարկանիշային առաջնությունում հաղթող ճանաչվեց եւ ձեռք բերեց ուղեգիր սեպտեմբերի 27-ին Նյու Յորք նահանգում Մանհեթենում մասնակցի WKA վարկածով Նյու Յորք նահանգի տիտղոսի համար։ Եվ մենք մեկնեցինք Միացյալ Նահանգներ եւ այնտեղ նա բացարձակ առավելությամբ հաղթեց իր հակառակորդ Զարուխ Աբաշևին։ Բրավո, բրավո։ Ես ձեզ խնդրում եմ ոտքի կանգնեք, որպեսզի բոլորը ձեզ տեսնեն։ Մենք չեմպիոն ունենք դահլիճում, բարձր խնդրում եմ եկեք ծափարենք մեր չեմպիոնին։
բոլոր մարդիկ, ովքեր ներկայացնում են Հայաստանը եւ արժանանում են չեմպիոնի պատիվին, դա մեզ են արժանացնում։ Այս սափարությունները ձերն են։ Շնորհակալություն։ Իսկ շարունակում եք հիմա եւ հաջորդը ինչ է տեղի ունենալու։ Հաջորդ մեր քայլը ինչն է, աշխարհարչակ Golden Glory ընկերություն կա, որ նույնպես անցկացնում է աշխարհարչակ մարզիկների ներկայությամբ, մասնակցությամբ խոշոր մրցաշար։ Եվ մենք շուտով սպասում ենք նոր պայմանագրի, որ Ավետիք Պետրոսյանը կնքի նոր պայմանագիր մասնակցելու այդ կազմակերպության նախընտրական մրցաշարերին։ Բրավո, մենք ես ցանկանում ենք, որ դա լինի։ Եվ հաստատ գիտեմ, որ էլի չեմպիոնի տիտղոսը ձերն է լինելու։ Գիտեք ինչ, ես լսել եմ, որ կամեկը, ես ուղղակի այդպես են ինձ ասել, որ կամեկը դա բոլոր սպորտերն են, որոնք սկսում են կյով։ Ուրեմն 93 թվականին շատ հանճարեղ մի ճապոնացի որոշեց մեկ կազմակերպությունը բացել եւ անվանումներ մտածում երկրաժամանակ եւ որոշեց, որ բոլոր արևելյան մարտարվեստների անունները սկսում է կտառով։ Եվ նա կտառը դրեց սկզբում եւ համար 1 դրեց, որովհետեւ ամբողջ աշխարհում համար առաջի կազմակերպություն էր, որ իր մարզիկներին տալիս էր աշխարհում ամենաբարձր գումարային պարգևը մի քանի $1,000-ից մինչեւ մի քանի միլիոն $1,000։ Մի քանի միլիոն հազարն ի՞նչ թիվը։ Նու տենց շատ մեծ։ Ես նկատում եմ շատ մեծ գումարներ։ Մի քանի միլիոն $, Եվ սպորտն ադած։ Եվ համար 93 թվականին նա բացեց կմեկա կազմակերպությունը Ճապոնիայում եւ մինչ օրս գործում է եւ անցկացնում է Grand Prix առաջնություն։ Եվ այդ առաջնություններում այս պայդրությամբ ամենաբարձր գումարը $2 միլիոն է առայժմ։ Ամենաբարձրը ինձ ասեք ոնց որ քիչ է։ Քիչ չի, բայց դրանից շատ են տալիս։ Դրանից շատ են տալիս, ուղղակի առայժմ ինչի համար են տալիս։ Եթե չեմպիոն ես տալիս են $2 միլիոն, այդպես ասած։ Դրանից շատ էլ երբ են տալիս։ Կախված է մարզիկի քաշային կարգից։ Տարբեր քաշերում մարզիկներին տարբեր գումարներ են պարգևատրում, կախված ինչքան քաշը քիչ չէ, այնքան շատ են տալիս, որ սնվես։ Քիչ։ Այսքան քաշը թեթև է, այնքան քիչ են գումար տալիս։ Հասկացա, հա, ոնց որ բոլոր սպորտերում։ Բոլոր իսկ կիլոն ինչքան է գալիս մոտավորապես։ Մոտավորապես երևի թե մի $2 40 ցենտի չափով։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրոք բարձր ծափարում ենք ձեզ։ Հավատացեք, հպարտանում ենք ամեն անգամ, որ մեր դրոշը բարձրանում է բոլոր երկրներում եւ հնչում է մեր հիմնը։ Իսկ դուք դրա մեջ ունեք շատ մեծ ներդրում։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն ձեզ եւ ուզում եմ ձեզ մեր կողմից մի շատ լավ պատվոգիր հանձնել, եթե կարելի է։ Իհարկե, մեծ խնդրեմ, որ դուք մի հատ կարդաք դա։ Մեծ աչքով, բարձր կարդամ, թե մտքիս մեջ հետո վարժ կարդամ։ Հայաստանի արույցների մարտարվեստների ակումբ, աշխարհի մարտարվեստների եւ քիքբոքսինգի կազմակերպություն, պատվոգիր նվիրում ենք Մռութիկ Գարիկին։ Չես կատակ եմ անում իրականում։ Տրվում է վիտամին ակումբին։ Վիտամին ակումբը մեծ ուշադրություն է դարձնում սպորտ աշխարհին, նաև արևելյան մարտարվեստների ֆեդերացիաներին եւ նրանց իրողական եւ պրոֆեսիոնալ ուժեղագույն մարզիկներին։ Վիտամին ակումբը իր հաղորդաշարի շրջանակներում ցուցադրելով եւ հանրությանը ներկայացնելով մեր նվաճումները եւ փառահեղ հաղթանակները եւս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում լինել ել ավելի ճանաչված եւ սիրված։ Հայաստանի արույցների մարտարվեստների ակումբի նախագահ ստորագրություն Արմեն Սապոնջյան։ Շնորհակալություն շատ։ Իրոք շատ զգացված եմ խոսքերի համար եւ ուրախ եմ, որ գնահատվում է։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ապրեք։ Բարձր ծափարում ենք մեր չեմպիոններին, իրոք։ Բրավո։ Շնորհակալություն։ Իսկ մենք կարող ենք անցնել առաջ եւ այսպես նոր եթերաշրջանի առաջին մուրցի վիտամինները Արմուշ, Վաչե եւ Բարերեկո վիտամին Ալե ամյա բարձր ծափար Ինչ են անելու Վերջապես մենք բարձրացանք բեմ, վերջապես և այսպես անամպեր ենք Միջև անամպեր լիներ ես ուզում էի բոլորի շնորհավորեի նոր եթերաշրջանի կապակցությամբ ծափարենք նա ինքներս մեզ Եվ մեզ կրկին մաղթելով բարի եթեր և սկսենք մեր մուրցիների շարքը։ Սկսենք Արմուշ ջան, սկսենք։ Եվ այսպես առաջի իրավիճակ ունեմ պատկերացրեք դեպք շուկայում։ Ձմերուկ, մեծ ձմերուկները, ձմերուկ եկեք։ Ձմերուկ։ Ձմերուկները բրծան, լավ ձմերուկները, ձմերուկ։ Ձմո։
Մեծ ձմերուկները բրծան, մեծ ձմերուկներ։ Այ ախպեր խես կամաց գորու։ Իմերը փոքր են, ցավը տանը։ Ձմերուկ։ Հաջորդ իրավիճակ ունի պատկերացրեք Երևանի ամենադաժան բակերից մեկում։ Արիսին արա ուրա տորա Արսուրա խփի թոզերներ խփի ուրա բելը տարա թոզերներ խփի պոշկի խփի ուրա բելը տարա ուրա պատի հետևնա արա հեն աստիա արա մուլա ռոբ դեկին շարունակ մեկ Հաջորդ իրավիճակը պատկերացրեք Հայաստանի շատ հեռավոր աշխարհի չափեն ամենածերի գյուղերից մեկում։ Պատեր ջան, կարտոշկա եկեք։ Պատեր ջան, կարտոշկա եկեք։ Բարի օր ապո։ Բարի օր ապո։ Կարտոշկան ինչա ջի։ Դու առնող չես եկամ գնա մի խանգարի։ Ոնց առնող չեմ, կարտոշկան ինչա ջի։ Արա ասում դու առնող ես եկամ գնա խանգարը մեզ։ Առնող եմ ասում, կարտոլ ինչա ջի վե։ Արա եկամ գնա խանգարը մեզ։ Այ մի բերց ասում, կարտոլ ինչա ջի։ Արա ասում եկամ գնա։ Մի բերցի եմ։ Արա ասում եկամ գնա։ Արա կամաց բրտի սամանն անցա, էսի չես անում։ Հաջորդ իրավիճակը ուրեմն պատկերացրեք տաքսիստը։ Բարի օր ուստա ջան։ Բարի օր ապետ ջան, հա ազատ եմ, նստի։ Երևունի էլի, Երևունի քշի։ Երևունի։ Հա։ Գնանք Երևունի, Հա, ցավը ինչ է եղել։ Չես նեղվի, որ լուսամուտը բացեմ, ընկեր, կարամ բացեմ։ Հա, բացի։ Չփչի էլի վրեդ։ Հա, չի փչի, տակ։ Չի, չես մրսսնի քեզ։ Չէ։ Այ չմրսսնի սախտեն։ Կարամ ծխեմ, ապեր։ Կարամ։ Ծխի, հա։ Չես նեղվում, չէ, որ ծխում եմ ընկեր։ Ճիշտ ասած, չէ։ Ծխես, ախպեր դու էլ։ Ես ծխող չեմ ծխում։ Ինձնես միայնակ եմ զգում, ծխի էլի։ Ծխի էլի ախպեր։ Դու լավ։ Արի սենց հավասար անենք էլի։ Այս ամեն ինչ անցնում։ Ախպերս կարանք մի հատ բան անենք, ես մեր քրոջը վեկալենք էլի, պես ճամփի վրա է, իջեցնենք չես Հա, բայց ես վռազը մեջ եմ կարծա։ Հա, ինքներա վռազեց, հավը տանեմ, հեսա վեկալենք իջացնենք, հա, հետներես։ Ահա, հեսա մտնենք ախպերս, ճանապարհի վրա է, խնդիր չկա։ Ահա, բան անենք, մի հատ հեռախոսդ կտաս զանգեմ, իմ քարտի վրա հեռախոս չկա պրոստը։ Ահա։ Ալո, քուրիկ իջի։ Ինչ քրչոտ համար։ Հա, իմ համարով չեմ զանգում, հա։ Հա, չէ, իմ քարտի վրա հա հեռախոս չկա։ Հա, իջի, ներքևն ենք, հա։ Բարև, շուտ կհասնենք։ Ախպերս, որ խնդրեմ հետևը կնստես, մեր քուրը դեմը նստի։ Հա, խնդրում եմ, էլի ցավը տանեմ, արի քուր ջան դեմը։ Բարև ձեզ։ Մերսի։ Всё, գերեզմաններ, հա։ Հա։ Բայց ես վռազ եմ, Երևունի հասնեմ։ Ցավը տանը մեր քրոջ լիազորի թաղումն է եղելս։ Տարին է, էլի ֆրաց է, գնանք մի հատ խունկ վառենք, բան անենք։ Հա, բայց վռազ եմ, էլի։ Վռազ ես շուտ մտի խունկ առ, մի հատ բան արա։ Ծաղիկ էլ վերցրու էլի ապեր։ Всё, գնացինք, հեսա։ Ինչ։ Яր ախպեր եկի հասել ենք, էնի։ Ես խիզ մենակ թողեցի։ Արես ինչ ես հակե, գիտես գերեզմաններ են գան։ Всё, գնացինք, Всё, գնացինք, ախպերս։ Շուտ Երևունի այ։ Հա, всё, հեսա մասի վիճացնենք ճամփի վրա է։ Всё, քուրջան իջի։ Մերսի։ Գնացինք։ Գնացինք Երևունի ճուր հասանք ցավը տանեմ։ Ինչ եմ տալիս։ 12500 դրամ ցավը տանեմ։ Ինչ։ Ոնց ինչ։ Կարող է խափում եմ այն 12500 դրամ թքած այդ 500-ի վրա
13000 դու իջի։ ախպեր, Ախպեր, ես վաղը ինչ ես անում, որ։ ազատ եմ։ Էթանք Վարդենից տղուս պրիսյագին, էլի ցավը տանեմ, վաղը կսանք եմ իրար հետ էթանք, էլի։ Եվ շատ ակտուալ մուլտի, ուրեն պատկերացրեք կենտրոնում ասվալտաշինության ժամանակ։ Դավայց է Տերյանը քանդում եք, դավայց է։ Տերյանն է, բայց ինչ այլ է Տերյան։ Քանդում եք Всё քանդինք Տերյանը։ Հիմա Թումանյանն է քանդում, դավայց։ Բաբասի Թումանյան ներկոմիսարը չեմ քանդում։ Արասում քանդում եք, գնա։ Էլի քանդում Զեն Թումանյանը։ Ահա Թումանյանը։ Դավայց է Սայաթ-Նոման են քանդում։ Ոնց Սայաթ-Նոման 2 օր առաջ ենք քանդել, չնե։ Հիմա էլ են քանդում, դա 2 օր չենք քանդել։ Ինչ 2 օր Սայաթ-Նոմանը։ Արա լավ, շեֆը ոսկի ցեպը որտեղ է կորցրել, այ ախպեր արա։ Շնորհակալություն մուլտիներ այսքանով ես դեր Տիգրանը Վաչը եւ Արմուշը։ Շնորհակալություն տղաներին։ Իսկ հիմա դիմավորեք challenge։ Շնորհակալություն, բարև ձեզ կրկին անգամ։ Ուրեմն այսօր կխոսենք խոսակցություններից, ասեկոսեներից ու բամբասանքից ընդհանրապես թե իրական կյանքում եւ թե ինտերնետ տիրույթում։ Մենք 3 ամիս եթերում չէինք ու այդ 3 ամսվա ընթացքում լսեցինք ամեն ինչ մեր մասին, թե ինչի մենք եթերում չենք, որ մեզ շանթիցանել են, որ մենք վիճել ենք իրար հետ, փող չենք կարողացել կիսել։ Մի խոսքով լսեցինք ամեն ինչ, բացի ամենապարզ ու տրամաբանական տարբերակից, որ տղաները հանգստանում են։ Ինձ մի օր մեկը հարցրեց ճիշտ է, որ վիճել եք, ասացի չէ, ուղղակի արձակուրդի մեջ ենք հանգստանում ենք։ Ու գնաց, հանգստանում են, չեն ստանում, ինչ չեն ստանում, փող չեն ստանում, բա ինչ են անում, բաժանվում են, ափսոս տաղանդավոր են, ափսոս։ Ես պատկերացնում, եթե մեզանից մեկի ավտոմեքենան հանկարծ գիշերը պատահական փչանա կոմայգու դիմաց, պատկերացնում եմ խոսակցությունները, հոդվածների քանակներն ու վերնագրերը։ Ու մենք ոչ մեկին չենք կարող ապացուցել ու համոզել, որ ուղղակի ավտոմեքենան էր փչացել, որովհետև այդ ոչ մեկին չի հետաքրքրում ու ձեռ չի տալիս։ Վիտամին ակումբի տղաներից մեկի ավտոմեքենան փչացել էր կոմայգու դիմաց, ով կկարդա նման վերնագրով հոդված։ Բայց վիտամին ակումբի տղաներից մեկը գեյ է։ Փաստորեն ի՞նչ է դուրս գալիս, եթե ավտոմեքենատ պատահական փչանում է կոմայգու դիմաց, ավտոմատ դու ես փչանում։ Գիտեք, մեզ ավելի շատ կարևոր հարցեր ու խնդիրներ են շրջապատում ու երևի թե պետք է տարբերել առաջնայինը երկրորդականից։ Պատկերացրեք, երկու տղա խոսում են։ Իմացար երեք այլ մոլորակայիններ էին իջել թռչող ափսեով։ Որտեղ։ Այն շենքի գլխին։ Որ շենքի։ Ապեր դե այն շենքի էլի, աննային շենք են, որ նշան անցած շաբաթ հետ տվեցին։ Ոնց աննային նշանը հետ են տվել։ Հա, բա հետո բացվեց թռչող ափսեի դուռը։ Չէ, չեմ ասում, այդ տանան հիմա ինչ արում, կարանք բռնենք։ Ու նկատել եք, մարդիկ բամբասելուց հիմնականում ցածր ձայնով են բամբասում, որովհետև լավ բանը երբեք ցածր ձայնով չեն ասի։ Պատկերացնում եք նման խոսակցություն երկու տղայի միջև։ Ապեր, իմացար ես մեր կուրսի Արմինեն որ կա է։ Հա։ Այսինքն ցենտր կարգին աղջիկա։
Լավ է, ապե հորս սարև, բայց էսի մեր մեջ մարդ չի մանա։ Ինչի լինում է, որ մեկին ասեք մի բան ասեմ մեր մեջ մնա, ասի չէ, մի ասա, որովհետև ես գնալու եմ բոլորին պատմեմ։ Հետո նկատել եք բամբասելուց, որ երկու հոգի բամբասում են, մեկը միշտ ամեն ինչից տեղյակ է, իսկ մյուսը ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չի։ Բայց միգուցե մեկի մասին ինչ-որ բան ասելուց առաջ մարդ առաջին հերթին մի հատ իրեն նայի։ Իրական դեպք եմ ձեզ պատմում, խոսում են երկու տղա։ Գիտես չես, մեր հարևան Զինուլը մանեկող է, որը մի հաղթով մի սաունայից տուն են բերում, ապեր չեմ հավատում։ Եվ ոնց չես հավատում, քուրս ամբողջ օրը հետնադեմոտիկ են, չէ՞։ Կամ այդ սկանդալային վերնագրերով հոդվածները, որ հայտնվում են ինտերնետում, լրատվական կայքերում, նյութը կարդում ես ընդհանրապես կապ չունի վերնագրի հետ։ Նման վերնագրեր հենց հիմա շատ արագ կարող ենք հորինել միասին, եթե ունեք տարբերակներ, դուք էլ ասեք։ Լևոն Արոնյանը շախմատի տախտակի վրա բաստուրմա է կտրտում։ Ադրիանո Չելենտանոյի բաց նամակը ջուսին։ Բացվել է փակ շուկան, փակվել է բաց համալսարանը։ Ռոբերտո Կարլոսը գոլ է խփել երկչույի նանային։ Կամ ես չեմ հասկանում, որ մարդ իմանում է, որ օրինակ Կրիստիանո Ռոնալդուն եւ մոդել Իրինա Շեյկը միասին են, ինչ բավականություն է ստանում։ Այդ պատմության մեջ բավականություն կարող է ստանալ միայն Կրիստիանո Ռոնալդուն։ Դու մի քիչ էլ Իրինա Շեյկը։ Մենք շատ հին, տիպիկ, դիպուկ, սենց տեղին խոսք ունենք, շշած, գնա մերի արի սիրեմ։ Իրոք, տենց է, պատկերացրեք մարդ իրա մասին սենց լիքը վատ բաներ է լսում ամեն օր։ Փչացած է, խուժան է, արփեցող է, խաղամուլ է, անտաղանդ է, տափակի մեկն է, մեռավ, լավ տղա էր։ Բայց չի լսում էլ։ Գիտեք, կան մարդիկ, որ միշտ ամեն ինչից դժգոհ են։ Իրանց չեն հրավիրում հարսանիք, նեղվում են։ Հարսանիքին էլ չհրավիրեց, հրավիրում են, էլի նեղվում են, բա հիմա ինչ նվեր տանենք։ Ես չեմ հասկանում, լուրջ, հարսանիք, մի խումբ մարդկանց ուրախության առիթ, որը մի ուրիշ խումբ մարդկանց համար դառնում է առիթ բամբասելու։ Հիմա ես մտածում եմ ոնց ամուսնանամ, որ ոչ մեկ, ոչ մի բան չխոսա։ Հարսանիք անեմ, ամեն ինչից կկպնեն, ամեն ինչից, հարսանիք չանեմ, կասեն թակ տղա էր մի հատ հարսանիքը ինչ էր չարեցին։ Մտածում եմ չամուսնանամ, բայց որ չամուսնանամ կասեն հլը մի րոպե, ուրեմն մի բան կա, որ չի ամուսնանում։ Ավելի շուտ ուրեմն մի բան չկա, որ չի ամուսնանում։ Քիթը շնչելու համար է, այլ ոչ թե ուրիշի կյանք մտցնելու համար։ Ի վերջո քիթը շնչող օրգան է, ոչ թե մտնող։ Շնորհակալություն, Չարենս, ձեզ համար։ Կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Ձմեռը Fastnet-ի հետ ավելի մատչելի կլինի։ Խոսեք ԱՄՆ եւ Եվրոպա ձեր մտերիմների հետ սկսած ընդամենը 4 դրամից, իսկ Ռուսաստանի համար առաջարկում ենք Rustel քարտերը սկսած 7 դրամից, 54 73 20, զանգահարեք եւ համոզվեք։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Մենք շարունակում ենք, հիմա պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, որ Հայաստանից ինչ-որ մի երգչախումբ համերգներով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց մենակատարին մերժել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը։ Գնացինք։
Ինչպես տեղյակ եք, մեր մենակատարին մերժել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը։ Ո՞ր։ Տենց։ Ու հիմա մենք պիտի մի բան անենք, որ փորձենք այս համերգի տակից դուրս գանք։ Ես առաջարկում եմ մի հատ մեր երգերը առանց մենակատարի փորձենք, մի գուցե մարդ ես, էլի, մի բան ստացվում է։ Եղավ։ Okay։ Գնացինք, առաջի երգը։ Ջան խապամա, համով հոտով լապամա, Էй ջան խապամա, մերը մեջը հապամա Եկան, 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 եկան Չէ, ես չի լինի հաստատ, ես շատ աչք ծակում առանց մենակատարի։ Լավ, հլը մի հատ մյուսն էլ լսենք, մյուսը, խնդրում եմ։ Կոլոդիկե, 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 ջայնամ, չէ որ, ջայնամ, չէ որ Չէ, սենց չի լինի հաստատ, ուրեմն սենց, ես սենց մի բան եմ մտածել, ուրեմն մի հատ երգչի հետ եմ պայմանավորել, բայց ինքը արտասահմանցի է, հայերեն ընդհանրապես չգիտի, մենակ արտասահմաներեն է երգում։ Կլինի, որովհետև դուք պրոֆեսիոնալներ եք, ես ձեր վրա չեմ կասկածում, ուրիշ տարբերակ չունենք, հենա ինքն էլ եկավ։ Hello, ախպեր, hello, ախպեր ջան։ How you doing? So are you ready, guys? So I'm ready, yeah. Մի վախեցեք, շորն ասենց։ So I'm ready. Всё, տրերք, ժամանակ չեն կորցնում, ասում ենք առաջ, գնացինք։ Okay, are you ready? Let's go. Ինչ։ Տրերք ինչ կապ ունի, ինչ գնացինք առաջ, ժամանակ չունենք ընդհանրապես։ Let's go. Ինչ։ Լավ էլի տրերք։ Let's go. Շատ լավ, ասենց ասեմ, նույն տեմպով անցնում ենք առաջ, thank you my brother, next song please։ Next song, let's go. Ինչ։ Տղերք լավ էլ ինչ կապ ունի, ինչ անցեք առաջ։ It's okay։ I wanna scream and shout and let it all out and scream and shout and let it out. We say it all, we now rocking with will.i.am and Britney Pachotodzi Mega. Սենց ասեմ, սենց համեր մենք հլը չենք ունեցել։ Thank you very much։ Շարունակ մենք տրեք, նույն տեմպով գնացինք առաջ։ Next song, let's go. Ինչ։ Clarinet PPH. Գերակ։
Դե շարունակում ենք։ Let's go. Շուրջը գարու և նասնում ենք էջի Գանան արևներ որում մեր համույր առաջի Սեպյուրն է խաղում ծրպերում Հարսերը մեր մի կուրգուրում Կրնում է երկիս է շարունակ Իմ անուշի միակ In death car It's very, very good. Thank you, man, thank you. Գնացինք առաջ, ախպեր ջան։ Okay, the next song, it's a great song, okay, come on. And I hope life teach you crime. And I hope you have only dreamers. And I wish you just and a happiness. But while I'm on this, I wish you love. Բա դու մեզ մի աչքով ես նայում, մենք նույնիսկ Michael Jackson-ի հետ ենք երգել։ Ափսոս my English is very poor, ախպեր ջան, թե չէ, ես քեզ ամեն ինչ կասեմ։ Կա մարդ, որ անգլերեն գիտի, մի հատ ասեք էլի, որ մենք Michael Jackson-ի հետ երգել ենք։ Miss Michael Jackson տանցիվալը So you sang with Michael Jackson? Հիմա լսի։ Մենք հիմա մի ասում ենք ու դու listen, ախպեր ջան, երկողին listen ապետ։ Դու մենակ listen։ Գնաց։ Okay. Michael Jackson-ը Ղարաբաղցին։ Բա դու գիտես ոնց է տենց առաջ գնացել։ So it's the last song, guys. It's the last song. The last song is a party song. So are you ready for a party? Oh my God, it's gonna be a party. When it's gonna be, man? I won't hang out with you. I always wanted to hang out with you. Can we do it tonight, bro? Oh my God, can we do it tonight, bro? Just answer, bro. Each? Գերար Party song Դե երկի քո party song-ը Փարում են բոլորը Okay, the party song, let's go Push me and then just touch me till I can get my satisfaction Push me and then just touch me till I can get my satisfaction Nazanim yale, oy Nazan yale Nazanim yale, oy Nazan yale Ashtaraki popoke, hamayaki sapoke, hamayaka Hamayaki
Push me and then just touch me till I can get my satisfaction. Satisfaction. Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մեր հյուրերին, այսուհետ կհանդիպենք ամեն շաբաթ Շանթի եթերում։